Բարև ձեզ սիրելի հայրենագիտներ, այսօրվա նյութս համազգային արժեք ունեցող նյութ է, այսինքն հայության վերաբերող հարց է ներկայիս և ապագային։ Ինչ է թրությունը հայության, Հայաստանի մեջ և Սփյուռքի մեջ։ Ունենք մենք պետականություն, ունենք վարչակարգ, ունենք եկեղեցի։ Այս համադրությունը գոյություն ունի Սփյուռք, Հայաստան, եկեղեցի, ոչ։ Ինչու համար Հայաստանի վարչակարգը, որ պետության օրենսդրությունը պետք է հսկե և կատարել դա, հակաեկեղեցական դարձած է։ Ինչ է նպատակը այս վարչակարգի։ Մեկը ուսումնասիրած է խորապես, թե այս վարչակարգը պաշտոնի քալեն ետքը հայությունը որևէ առաջընթաց ունեցավ կամ հետընթաց։ Իրականության մեջ հետընթաց է։ Ինչու համար հետընթաց է։ Որովհետև հայկական հողերը հանձնվեցան Ադրբեջանին։ Ներկա վարչակարգը գցե չէ, նախքան մեր պաշտոնի քալը արդեն Արցախը հանձնված էր Ադրբեջանին։ Այդ իրականության չհամապատասխան էր։ Արցախի հարցը անորոշ էր։ Այնքան անորոշ, որ ժողովուրդը պիտի որոշեր իր ճակատագիրը։ Արցախցիները ինքնորոշում պիտի ունենային և ոչ թե պարտադրվեին Ադրբեջանի կողմէ իրենց պայմանական հողը լքելու։ Ով օգնեց ադոր։ Ոմանք կասեն ռուսերը, լավ, բայց Հայաստանի վարչակարգը ինչ եղավ։ Ձեռքերը լված բղադոնի պես, որպեսզի հրեաները խաչեն Հիսուս Քրիստոսը։ Հայաստանի վարչակարգը իր ձեռքերը լված և ցկեց, որ Արցախի վարչակարգը Ադրբեջանի հետ կապի մտնա և սկսի սակարկել իր թրությունը։ Այսինքն բռնապարված կինը բռնապարողի հետ պետք էր սակարկել իր թրության համար։ Օրինակը շատ բարոյական չէ, բայց այդպես եղավ։ Արցախայությունը, որպեսզի իր կյանքը փրկե, ինչ որ գրնար հավաքեց ինքնաճարժներով եկան Հայաստան։ Երբ որ թուն քու ասկիտ անդամներուն դիրություն չեսներ, ինչ կգոչես այդ վարչակարգը։ Վարչակարգը ով ընտրած է։ Ժողովուրդը։ Մեծ մասամբ ընտրված են, մյուս մասնամ նշանակված է։ Պաշտոնին ինչ է։ Մատակարարել երկիրը և պետական օրենքները, իզորութ ունել, որպեսզի երկիրը պաշտպանվի, ժողովուրդը անվտանգ ապրի, զարգանա, եկամուտ ունենա, այդ հողի վրա մնա և իր լեզուն, կրոնը, մշակույթը ավելի հարաճացնե։
աս վարչագարկը այդ կորձունեություն ըրավ մասամբ որոշ քյուադնդեցական հարաշտմություն բերավ, որոշ արհեստական փանականության, ջամփանները սկսան նորոգել, որոշ օրենսդրության բարեփոխում բերին, բայց հիմնականորեն ինչ որ ասկային է սկսան մգրադել, գոդորդել, չարթել, վերացնել, արյունակամ մնել։ Հիմա սպիրկը ինչ պիտի ինե։ Սպիրկը հայ է կամ ոչ։ Մենք գոչենք սպիրկը հայ։ Այսինքն իրենց ոչ մեծ մասամբ իրենց կամքերեն անչատ բարդավորված են ապրիլ արդ երկրի մեջ։ Մեծ մասամբ ցեղասպանության զոհերու ժառանգորդ ցերուտն է։ Ասոնք որևէ իրավասություն ունին Հայաստանի ջագադակրին վրա, գցեմ ջագադակիր, աս Հայաստանի հողը գբատկանի բոլոր հայերուն, ըլլան ձնաձլնան Երևանի մեջ, ըլլան Գյումրիի մեջ, ըլլան Նյու Յորքի մեջ, ըլլան Լոնդոնի մեջ, ըլլան Լոս Անջելեսի մեջ, կամ Մոսկվայի մեջ։ Արյունով գավված է հայը աս հողին, որևէ վարչագարկ իրավունք չունի այդ իրավունքեն զրկել զիրենք։ Հայաստանի առաջին հարաբերությունը գսե հայ ասկը, հայ ժողովուրդը, պետական սկզբունքները, ասկային ուղղությունը, ասկ բարը գործածվի Հայաստանի առաջին որոշումներու մեջ, սահմանադրության մեջ։ Ասկը ինչ է, գրկնած եմ և գրկնեմ, ժողովուրդը, այդ ժողովուրդը Հայաստանաբնակ է կամ աշխարհացրիվ հայություն է։ Եթե աշխարհացրիվ հայությունը ինչու համար իրենց քաղաքացիություն չդրվիր, ինչու համար իրավունք չունենան քվեարկելու Հայաստանի վարչագարքի անդամներուն։ Այդ է հարցը։ Գոմնակցություն, բարակդում, խտրականություն դիրած է ներկա վարչագարքին մեջ, աբոբ վարայականությունը, անօրենությունը։ Այսօր ներկա վարչագարքը գալած է հայ առաքելական եկեղեցին և կաթողիկոսը կամ կաթողիկոսությունը։ Ինչի մանվրա, որ կաթողիկոսը զավակ ունեցել է 20-30 տարի առաջ, ինչու համար ներկայիս այդ նյութը մեջտեղ թրված է և սպասված է 20 կամ 30 տարի։ Արդարացում չի գա, թրթաբաճարը մեկ է, ներկա վարչագարքը Նիկոլ Փաշինյանը գուզե վերընտրվի։ Հայ առաքելական եկեղեցին և կաթողիկոսությունը հակառակ են ադոր։ Ուրեմն գադղած գուզե ջզմել հայ առաքելական եկեղեցին և կաթողիկոսությունը։ Հավաքած իր շուրջը հերձվածներու խումբ, կարգալույծ եկեղեցականներ և ինքը ամեն գիրագի գերթա անոնց բադարակին։ Ով է Նիկոլ Փաշինյանը։ Ինքը իր
բեռնով խոստովանած է, որ ոչ քաղաքացիական, ոչ եկեղեցական ամուսնություն ունի։ Ուրեմն օրինավոր ընտանիք չունի։ Օրինավոր ընտանիք չունելով 4 զավակ ունի, աբորինի։ Գաբրի մեգում հետ, որ ունե չէ բացակված կամ քաղաքացիական ամուսնություն ունի Աննա Հակոբյանի հետ։ Ուրեմն Աննա Հակոբյանը կամ սիրուհին է, կամ հոմանուհին, եւ որը իր օրինավոր գինը։ Եթե օրինավոր գինը չէ, չնկատվիր առաջին դիգին։ Եվ սակայն լրատվական միջոցները, պետական կառույցները կնկատեն Աննա Հակոբյանը Փաշինյանի դիգինը։ Անօրենություն եւ Փաշինյանի անօրեն գինը հոմանուհին անօրեն զավակները ներկայիս Գաբրին Հայաստանի պետության պատկանող շենքի մեջ, որում ծախսերը գոհկա Հայաստանի հարգադուն։ Անօրենություն Փաշինյանը գճարաժահի իր բաշտոնը։ Ինչու համար Հայաստանի արդարադատությունը կամ ուրիշ մարմիններ պետք եղած քայլերը չեն աներ եւ թադարան չեն կանչեր Փաշինյանին։ Եվ ներկայիս ինքը գուզե վերընդրվիլ։ Ասպիսի բարոյականով ընտանիք չունեցողը, պաշտոնապետ ամուսնացողը եւ մեղքի մեջ ապրողը, որ գերթա ավետարան գամփուր է եւ բադարակի կներկանա եւ գուզե գոնոնական օրենքներու օրենսդրությունը փոխե, կանոնադրություն նոր հաստատե, հայ ժողովուրդը պիտի ենթարկվի այսօր։ Սփյուռքահայը պիտի ենթարկվի այսօր։ Ուր է Էջմիածինը։ Ով դիրություն պիտի ունի։ Եթե Կաթողիկոսը մեղավոր է, պետք է եկեղեցու քերակույն հոգևոր խորհուրդը քայլեր առնի։ Հիմա Փաշինյանի վարչագահի ոստիկանությունը եւ բադական կառույցները գարկիլ են 7 եպիսկոպոս արքոեպիսկոպոսներու, որովհետեւ մասնակցին համա եպիսկոպոսական ժողովին Ավստրիո մեջ։ Ինչ կնշանակի ասի։ Արգելքը լավ, որ աշխարհացրիվ հայության հայ առաքելական եկեղեցու համա ժողովը ընդհանուր եպիսկոպոսներու կադարվի Ավստրիո մեջ։ Այսինքն Փաշինյանը եւ իր վարչագահը բادرազմ հրադարագած է աշխարհացրիվ հայության։ Աստրությունը դեսնելով սփյուռքահայը ինչ թիրք պիտի կրավե։ Հայաստանը բնակը ինչ թիրք պիտի կրավե։ Ասելը որ գահանտուրժե վարչապետի եւ կառավարության անօրենությունը։ Ասպեսի ընթացքով ուր պիտի հառաջանանք։ Այս հարցումին դուք պատասխան տվեք։ Հայաստան պետք է իր ժողովուրդը, թե Հայաստան ապրող եւ սուրբրի մեջ պետք է հայրենադիրություն ցույց տա եւ եկեղեցադիրություն ցույց տա։ Այս խոսքերով գավարտեմ եւ գանտիբին հաջորդ անգամ։